Հայաստանի մասին հերթական կեղծ լուրն այս օրերին վարակիչ արագությամբ տարածվում է համացանցում։ Չնայած պաշտոնական հերքումներին, որոշները շարունակում են պնդել, թե իբր Հայաստանում գործում են գաղտնի համակենտրոնացման ճամբարներ և դատապարտյալների թիվը 10 անգամ ավելի շատ է, քան իրականում։ Այս ծավալուն հոդվածը հրապարակվել էր ռուսաստանյան անարդարության դեմ պայքարի հիմնադրամի կայքում։ Հետագայում այն անգլերենով վերահրապարակվեց կասկածելի ծագում ունեցող VT Foreign Policy անվամամբ հարթակում, ներկայացվելով որպես արևմտյան հետաքննություն Հայաստանի մասին։ Սակայն քրեակատարողական ծառայությունը հերքեց, հայտարարելով, թե 2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1396 դատապարտյալ։ Ստուգվածեի թիմը պարզել է, որ հոդվածը հիմնված է երկու արևմտյան լրագրողների՝ իռլանդացի Չեի Բոուզի և գերմանացի Թոմաս Ռոպերի գրածների վրա, սակայն իրականում նրանք աշխատում են ռուսական պետական լրատվամիջոցներում և բազմիցս աչքի են ընկել կեղծ լուրերի տարածմամբ։ Այս փաստը, սակայն, հոդվածում չի նշվում։ Հայաստանում այս հրապարակումը տարածվել է ոչ միայն անհատների, այլ նաև մի շարք լրատվամիջոցների կողմից։ Նույն կեղծիքը տարածել էին նաև հասարակական քաղաքական գործիչ Արա Պապյանը, ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը և ուրիշներ։ Սակայն նույնիսկ հերքումներից հետո այս կայքերից և անձանցից շատերը չեն հեռացրել կեղծ տեղեկությունը։ Բնականաբար, կեղծ լուրն արագորեն հայտնվեց նաև ադրբեջանական մեդիայում։ Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը, որտեղից սկսվել էր այս պատմությունը, սերտ կապ ունի Վագներ խմբի հիմնադրած կառույցների հետ։ Կազմակերպության հիմնադիրն է Եվգենի Պրիգոժինը։ Հիմնադրամը ղեկավարում է Միրա Տերադան, ռուսական քարոզչության ակտիվ գործիչ, որը տարիներ շարունակ անցկացրել է ամերիկյան բանտում թմրամիջոցների մաքսանենգության և փողերի լվացման մեղադրանքով։ Նա նույնպես իր տելեգրամյան ալիքում տարածել էր Հայաստանի մասին կեղծ լուրը։ Կասկածելի հարթակում հոդվածը ստորագրված է բրազիլիացի լրագրող Լուկաս Լեյրոզի անունով։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա բացահայտ ռուսամետ ակտիվ գործիչ է, պնդում է, որ Լուգանսկը ռուսական է, իսկ ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնվելը համարում է հպարտություն։ Այսպիսով, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պաշտոնական տվյալները, փաստեր ստուգողների ուսումնասիրությունները ամբողջությամբ հերքում են գաղտնի ճամբարների մասին անհիմն պնդումները։ Այս ապատեղեկատվության տարածման առաջնագծում են պրոկրեմլյան քարոզչական ռեսուրսները, նրանց միջազգային գործընկերները և մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ։